Փակներդեհին խոսենք երկու անհանգստության շուրջ։ Առաջինը դա Սիրիայում տեղի ունեցող ցեղասպանությունն է, բացահայտ ցեղասպանություն է, որի պատշաճ արձագանք դեռ քաղաքակիրթ աշխարհը չի տվել։ Դեռ ես չեմ լսում, չեմ տեսնում պատշաճ հուշկու Թուրքիային մեղադրող եւ Թուրքիայի հանդեպ կոշտ դիրքորոշում եւ գործողություններ ծրագրող որևիցե հայտարարություն, որևիցե պետության կողմից չեմ լսում դեռ։ Սա մեզ պետք է դաս լինի, որ հասկանանք, չնայած մենք նման դասեր բազմիցս ենք ունեցել եւ աշխարհը փոքրի շատ է ձայն հանել է, բայց գործողության պահին կարելի ասել լուռ է մնացել։ Իսկ վերջին իրադարձությունները Արցախի հետ կապված, ասեմ, որ ես իհարկե արտաքին աշխարհին, քաղաքակիրթ աշխարհին քննադատում եմ, բայց եւ առաջի մեղավորը մենք էինք, որովհետեւ մենք թույլ ենք տվել մեր պետության ղեկին մի իշխանության, որը հանցավոր լռություն է ցուցաբերում, երբ որ հայի հանդեպ ցեղասպանություն կամ հայրենազրկում կամ ուղղակի կոտորածներ են կազմակերպում թուրքերը, իսկ նա լռում է, անգամ այդ հանցավոր լռությունը երբեմն եթե խախտում է թշնամու օգտին։ Հիմա Սիրիայում էլ ձևավորված իշխանությունը թուրքահապատակ է արդեն, հասկանում ենք, միգուցե նրանք էլ լռեն եւ աշխարհը պատշաճ արձագանք չտա։ Այնուամենայնիվ ես ուզում եմ հասկանալ աշխարհը ինչպես է մոտենում մարդասիրական երևույթներին։ Եվ սա արդեն մեզ պետք է ավելի ծանր դաս լինի, որ հասկանանք, որ եթե հանգարց աշխարհը այս անգամ լռեց, թուրքերը իսկապես շատ հանգիստ կարող են մտնել Հայաստան։ Երկու կողմից թուրքերը, ադրբեջանական եւ թուրքական զորքերը։ Իսկ դրան համապատասխան Նիկոլը մեր բանակը իսկապես թուլացրել է եւ հիշում ենք Արցախում կոտորած տեղի ունեցավ, երբ որ բանակը զինաթափեցին, ժողովուրդը մնաց անպաշտպան։ Սրանք էլ մեղադրում են, թե չկռվեցիք, առանց զենք ինչպես պետք է կռվեն, եթե դու նրա զենքը ձեռքից վերցրել ես։ Մեր իշխանությունները գործում են լրիվ թշնամու դաշտում։ Եվ ասեմ, որ ակտիվացել են ռուսահապատակները այս Թրամփի որոշ կամակորությունների ֆոնին։ Ես նորից չեմ ուզում սենց շտապել, ես գիտեմ, որ Ամերիկայում միանձնյա ոչինչ չի որոշվում, Թրամփ չէ ուզում է լինի, բայց ռուսահապատակների, ովքեր միշտ համաձայն են եղել, որ ռուսը ինչ ուզի անի իրենց հետ, իրենք ընդունեն, եթե ռուսը ասում է մենք թուրքերի հետ բարեհաջող օպերացիա իրականացրեցինք Արցախում ու դրանից հետո նրանք սիրում հարգում են ռուսներին կամ Պուտինի հրահանգով Արցախի այսպես կոչված ռազմաքաղաքական իշխանությունը գլխիկոր գնաց հանձնվեց Ալիևին, բոլորս էլ գիտենք, որ նրանք ֆինանսապես տկար չէին, ուներվոր էին, միջոցների էին տիրապետում, նրանք կարող էին չգերեվարվել ուղղակի, նույնիսկ անգամ կարող էին Արցախում չլինել այդ պահին, հասկանում եք, պայմանավորված գնացին եւ այսօր իրենք հանցավոր ցուցում են տալիս, որքան էլ իրենց տեղը նեղ է, իրենք հանցավոր ցուցում են տալիս Հայաստանի Հանրապետության դեմ։ Իհարկե Ալիևի դատավարությունները շինցու են, Հայաստանին խոցելու նպատակով են, բայց այդ մարդիկ կամովի հանձնվեցին Ալիևին Պուտինի հրահանգով, որպեսզի Հայաստանի դեմ ցուցմունք տան։ Հասկանում եք։ Հիմա մարդիկ կան, ասում են, դե իրենց տեղը նեղ է, ով է լիներ, այդպես պետք է լիներ, նեղեր չգնային այդ քայլին։ Ինչ եք ամեն կերպ փորձում ծառայել Պուտինին։ Այն Պուտինին, ով ասում է Արցախը Հայաստան չէ, այն Պուտինին, որ հազար ու մի կասկածանքի տակ է դնում հայոց պետականությունն ու իշխանությունը։ Հասկանում եք, այսպիսի բաներ կան, որ այս ռուսահապատակների այս անինքնասեր վարքը, հենց որ լսում են, որ հանգարց Ուկրաինայում ռուսները կարող են մի թեթև հաջողության հասնեն, ոգևորվում են։ Միևնույն է, ոգևորվեցիր, Պուտինը քեզ հաջորդ զոհն է դարձնելու Էրդողանի ու Ալիևի համար, որովհետև այսօր արդեն Թուրքիան ու Ռուսաստանը ոչ թե դաշնակիցներ են, այլ Թուրքիայի նժարը ավելի ծանրացել է։ Այսօր Ռուսաստանը շատ հարցերում կախված է Թուրքիայից։ Նրանք արդեն դաշնակիցներ չեն։ Թուրքիան արդեն առավելություն ունի, իսկ Թուրքիայի պահանջները կատարելու համար Ռուսաստանը ոչ միայն Հայաստանը շատ ու շատ բաներ կարող է զիջել։
այնպես որ մի ողջևորվեք, դուք էլ կարող եք արժանանալ Բաքոյի, Ակոյի, չգիտեմ, MUC-ի, որ հիմա Ալիևի մոտ ցուցմունք են տալիս Հայաստանի դեմ։ Մի ողջևորվեք ռուսների թվացial քաղաքական հաջողությամբ, երբեք մի ողջևորվեք։ Եթե այդպես է, պատրաստվեք հաջորդ ցուցմունք տվողը դուք եք լինելու Հայաստանի դեմ։ Երկրորդ անհանգստությունս, այսինքն իմ անհանգստությունը չէ, մերոնցից բաներ եմ լսում, որ Գուրգեն Սիմոնյան, կարծեմ, երիտասարդը, որ կամ պատանի է, չգիտեմ, ով սկսել է քաղաքական արենայում դիվիդենտներ հավաքել եւ հիմնականում խոսում է Բևերի ծրագրերից, Վիլսոնի իրավարար վճռից եւ լսարան է հավաքում 100,000-ավոր, այսպես դիտումներ է հավաքում, բայց այդ նույն ծրագրից Բևերը որ խոսում է, ասեն կարող է 7, 10, 20,000 դիտում հավաքի։ Նույն բանն են ասում։ Ես ունեմ ասեմ մի անհանգստացեք, Վիլսոնի իրավարար վճռից ինչքան շատ խոսեն, այնքան շատ կարևոր է։ Մենք լավ գիտենք, որ Վիլսոնի իրավարար վճռը համայն հայությունը իմացել է առաջինը Պապյանից եւ Պապյանը այդ առաջին օրվանից մինչ օրս շատ լուրջ զբաղվում, կատարելագործում է, այն մնացած ովքեր խոսում են, ուղղակի խոսում են Վիլսոնի իրավարար վճռից, բայց դրանից վնաս չկա։ Գործողության պահին, երբ որ Վիլսոնի իրավարար վճռը պետք է կիրառվի, միևնույն է, գիտակ մարդը պետք է կիրառի։ Ես համոզված եմ, ես գիտեմ, որ Գուրգենը ասենք Նիկոլի Ջրաղացին ջուր լցնողն է, որովհետև ինքը եզակիներից է, ով ասում է, որ Նիկոլը լեգիտիմ վարչապետ է, իսկ Նիկոլը լեգիտիմ չէ։ Ուստի հասկանալի է, նրան օգտագործում են մեր ծրագրերով մեր դեմ, ուղղակի որ հարկ եղած դեպքում մենք իշխանության չգանք, որովհետև թե նախկինները, թե ներկաները լավ գիտեն, որ քաղաքական գնահատական տալուց իրենք հայտնվելու են համապատասխան կալանավայրերում իրենց գործած Հայաստանի Հանրապետության հանդեպ գործած մեղքերի համար։ Այնպես չի որ Գուրգեն Սիմոնյանները չեն հայտնվելու, որովհետև իրենք պետք է հիմնավորեն իրենց տեսակետը, եթե ժողովրդին խաբում են ու ասում են Նիկոլը լեգիտիմ է, դրա համար պետք է իրենք հիմքեր բերեն, իսկ Նիկոլը ստախոս է, ստախոսը չունի լեգիտիմություն։ Այնպես որ եթե անգամ Ալիևը կխոսի Վիլսոնի իրավարար վճռից, իհարկե այնպես ինչպես որ կա, պետք չի զարմանալ, ավելի լավ թող տարածվի գործնականում իրենք ուղղակի ասելով ոչինչ չեն կարող անել, գործնականում պետք է անի դա Պապյանը մեր հետ միասին։ Իսկ Գուրգենները կարող է եւ շատ շուտով արդեն իրենց հենարանը կորցնելուց հետո եւ ասեմ, այն դիտումները, որ իրենց մոտ մի հասարակ օրինակ բերեմ, օրինակ Ֆակտոր TV-ին կլինի կամ Նոյան Տապանը կլինի, երբ որ հրավիրում են Նիկոլական ինչ որ մի Խուրշուդյան կլինի, թեկուզ այդ Սիմոնյան դրանց որ դիտումների քանակը 100,000-ն անցնում է։ Երբ որ հրավիրվում է Բևերից, այդ դիտումների քանակը չի հասնում, ասենք 20,000, 7,000, 15,000։ Այսինքն հարց է առաջանում, չէ՞, ոնց եղավ այդ նույն հերոստանգերությունը այս դեպքում այս դիտումն է ապահովում, ասենք ես չեմ կարծում, որ Խուրշուդյան Հովսեփը կամ չգիտեմ այն Շվիշտոկ Կարենը այնքան հեղինակություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, որ իրենց համար մարդիկ գլուխ են ջարդում։ Ուղղակի այն ֆեյքերի ֆաբրիկան, որ Նիկոլն ունի, իրենք անմիջապես ակտիվանում են, եթե իրենց մարդը, այսպես կոպիտ ասած, Շվիշտոկը կլինի, Խուրշուդյանը կլինի, թեկուզ էս Գուրգենչիկը կլինի, եթե գնում է որևիցե հերոստատեսություն ինչ-որ մի բան ասելու, այդ հերոստատեսությունը կարող է անգամ ռեյտինգ չունենա, իրենք անմիջապես իրենց ֆեյք ֆաբրիկան ուղղորդում են այդ հերոստատեսության կողմը եւ այդ դիտումներ բարձրացնում են։ Մենակ այդ մարդու համար։ Մնացած դեպքերում, երբ որ նայում եք, այդ հերոստատեսությունները դες լուրջ դիտումներ չեն ապահովում։ Ուզում եմ ասեմ, այդ 100,000-ավոր դիտումներն էլ հասկացեք, որ դրանք ամեն ինչ կեղծ Սարքովի են։ Այսինքն մեր 20,000 դիտումը ռեալ է դա։ Ռեալ, իրական է։ Եվ ելի եմ ասում, ինչքան շատ խոսեն Վիլսոնի իրավարար վճռից, իհարկե ոչ թե ասեն դա կեղծ է, դա ժամկետանց է մեռած, շատ լուրջ տրամադրված, որ պետք է կիրառել Վիլսոնի իրավարար վճռը, ուղղակի թեկուզ բաց ասեն այդպես, դա մեզ ձեռնտու է։ Գործողության պահին, ով որ հասկանում է, անպայման այդ գործը կանի։ Այնպես որ էլի մատը զարգերակին ենք պահում, ուշադրություն ենք դարձնում բոլորին, ով ինչ է խոսում, ով ինչ է անում, որպեսզի մենք հասկանանք, ինչպես ենք դուրս գալու այս տարտարոսից։ Մնաք խաղաղությամբ։